Ողջույն 24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրեշ Կամենդատյանը։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան, շնորհակալ եմ ընտրուն համար։ Նախ խոսենք Ալիևի հայտարարություններից, հետո արդեն կանդրադառնանք տնտեսական խնդիրների, ԵԱՏՄ-ի հետ կապված դիրքորոշումներին։ Ամեն դեպքում Ալիևը հայտարարություններ է արել, մասնավորապես երկաթգծի հետ կապված։ Նա ասում է, որ Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի։ Նախիջևանում տված հարցազրույցում այդ մասին խոսել։ Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի։ Նրա խոսքով թրիփ նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները եւ այլ գործընթացներ։ Սա ինչի մասին է խոսում, հաշվի ադրբեջանցիները այստեղ են, իրենք են որոշում, որտեղ պետք է տեղադրվի այդ հենասյուները եւ այլն։ Խնդիրը նա է, որ Ալիևը այդ հարևան սուլթանատի փաշա ասենք, խան ասենք, դա նա նորություն չի ասել։ Այդ թրիպի օգոստոսի 8-ի ստորագրված համաձայնագիրը իր ամբողջ ընդհանրենք տարբերակներով, վարիացիաներով, մեկնաբանություններով, ղեկավարների նշանակումով դա արդեն մի ամբողջական համաձայնագիր է, այս ամբողջական համաձայնագիրը Հայաստանի սուվերեն տարածքից բավականին մեծ կտոր առանձնացնելու, դե իհարկե նրանք նշում են, որ այդ ամենը տեղի ունել է Հայաստանի ինքնիշխանության ներքո, ինքնիշխանություն, չէ՞։ Բայց փաստացի մենք ունենք արդեն իրավիճակ, եւ այս սուլթանատի ղեկավարը արդեն ոչ թե հավակնություններ է ներկայացնում, այլ պարզապես տնտեսական բնույթի աշխատանքների ստարտի մասին է մեզ ասում։ Բաթը մեր մասնագետները արդեն տեղերը որոշել են էլեկտրահաղորդակցման։ Դու ով ես։ Դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ Հայաստանի տարածքում ինչ որ տնտեսական գործունեության հետ կապված բաղադրիչների մասին այդ քո կեղտոտ բերանը ենթադրենք արտադրում։ Բայց փաստորեն կարողանում է եւ կարողանում է եւ այդ կարողանալու հիմքը դա անցյալ տարի օգոստոսի 8-ին մեծագույն հրճվանքով հայկական կողմից ստորագրված այդ թրիփի նախագիծն է եւ նախաստորագրում է իբր թե քաղաքական խաղաղության բաղադրիչ պարունակող։ Այս ամեն ինչը կա, այս ամեն ինչը պայմանավորված է, այս ամեն ինչը նախորոք արդեն այդ մասնագետների մասնակցությունը, հաղորդակցության ճանապարհների հետ կապված, այդ back office-ի, ենթադրենք front office-ի մաքսային ձևակերպումներս այս ամբողջ հարցը պատրաստված է։ Այս ամբողջ հարցը ունի իր արդեն պատրաստի մոդելը, ալգորիթմը, գործողությունների պլանը եւ գործողությունների պլանի մեջ են մտնում շինարարական աշխատանքները։ Ընդդեմ շինարարական աշխատանքների հետ կապված մենք դեռևս ավելի շատ նորություններ ենք այս իմաստով իմանալու։ Ընդամենը 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, Սարգիս Խանդանյան անուն մի երիտասարդ կա ազգային ժողովում, սա պնդում էր, ասուլիսի ժամանակ։ Հավանաբար, սա պնդում էր, որ եթե ռուսական կողմը գազ չտրամադրի Հայաստանին, ընդորում չէր ասում ինչ գնով, ինչ պայմաններով, դա նրա մակարդակը կոնկրետ մասնագիտական չի ներում այդ թեմաներին առանձնանալու համար առանձնակի ուշադրության դրանց մասին խոսում։ Ասում եմ մենք թրիփի միջանցքով գազամուղի անցնելու, չէ՞։ Այդ գազամուղից մենք կդիվերսիֆիկացնենք։ Բնականաբար չի հասկանում ինչի մասն է խոսքը։ Ես հավատացնում եմ, որ եթե հիմա ինքը մեր կողքին նստածներ հարցնենք, այդ հարցը չէր իմանալու պատասխանը։ Լսել է դիվերսիֆիկացիա։ Իրականում, եթե գազամուղը լինելու, ապա այդ գազամուղով անցնող գազի հետ կապված Հայաստանը կարող է գումարի դիմաց տարանցման ստանալ բնեղեն կերպով որոշակի գազ, որը ինչպես օրինակ արվում է Ադրբեջանի եւ Վրաստանի պարագայում։ Հիմա այդ խելացին փաստորեն եւս անոնսում էր, որ Հայաստանը էներգետիկ հիմնահարցեր երբ որ առաջանան, ընդ որում դա առաջանում է ներկա վարվող քաղաքականության արդյունքում եւ պատճառով, չէ՞։ Նա եւս անոնսում է, որ թրիփի միջանցքով Հայաստանը գազի հետ կապված որոշակի
անկախություն, ազատություն եւ որոշակի այսպես առանց հետևանքների քաղաքական դիվիդենդներ ունենալու հնարավորություններ ունել։ Ալիևի ասածը եւ նրա ասածը տրամագծորեն իրար չեն հակադրում։ Հա, նրանք իրար չեն հակադրում։ Եվ չեն հակադրում այն իմաստով, որ երկուսն խոսում են այդ թրիփի բավականին կասկածել այդ գործարքի արդեն աշխատանքների վերաբերյալ եւ այդ աշխատանքների մաս կազմող էներգետիկ այդ ենթակառուցված ինչպես ինչու կասկածելի բացահայտ ասվում է ինչ են անում։ Նա բացահայտ ասում են, բայց եկեք միամիտ չգտնվենք, ինչպես շատերը եւ հասկանանք, որ յուրաքանչյուր փաստաթղթինքից կան տասնյակ հարյուրավոր հավելվածներ։ Այդ հավելվածների մասին մենք համարը ոչ մեկը չգիտենք։ Մենք գիտենք ընդհանուր դեկլարատիվ բնույթը, այդ ձևակերպումները գիտենք, բայց մենք այդ հավելվածների մասին ոչ մի տեղեկատվություն չունենք։ Այդ հավելվածները հույժ գաղտնի պահվում են եւ այդ հավելվածները նվիրված են այդ միջանցք, ասեմ, թրիպի ընդհանուր ուղի, ասեմ, դրա աշխատանքային արդեն կանոնակարգերին է վերաբերվում, այդտեղ անցող ճանապարհների սպասարկման է վերաբերվում, ճանապարհներից գանձող ռենտային է վերաբերվում է հնարավոր էներգա հաղորդակցման միջոցներին, հնարավոր գազամուղներին եւ մնացած այդ բոլոր հնարավոր կոմունիկացիաներին։ Խնդիրը նա է, որ մեզանից այդ համաձայնության հավելվածները գաղտնի են պահվում եւ ժամանակ առ ժամանակ մարդիկ, ովքեր կամ մասնագիտորեն ահավոր թույլ են եւ պարզապես արտահոսք են ունենում եւ կամ մարդիկ, օրինակ ալեւ, որ փայլուն տեղակ է տամիջից ինքն է ստորագրել եւ այդ հավելվածների մեծ մասին ինձ մոտ էլ կա։ Եվ նա թույլ է տալիս նման արտահոսքեր եւ այստեղ խնդիր մենք ունենք, որովհետեւ ստացվում է, որ այսինքն այդ հավելվածները թաքցնում են հանրությունից կարծում եմ։ Բնականաբար։ Բայց այնտեղ ինչ պետք է նշված լինի, որ թաքցնում են։ Ասեմ, այնտեղ հնարավոր նույն էլեկտրահաղորդակցման գծերի հետ կապված պետք է լինեն միացման հնարավորությունները, հայկական ցանցերին ընդհանուր հաղորդակցվելու հնարավորությունը, սինխրոնիզացիայի հնարավորությունը, նույն Ադրբեջանի ընդհանուր էներգետիկ ցանցի։ Ալիևի ասածը հենց դա է։ Ալիևի ասածը դա, Ալիևը իմիջիայլոց յուրահատուկ խորամանկ քաղաքականություն է վարում հանրային լսարան հետ եւ նպատակները, որոնք որ դնում է իր առջեւ, նպատակները իրագործել, մոտավորապես 1.5-2 տարի առաջ սկսում է խոսել դրա մասին։ Սկսում է խոսել անել դա բացահայտ, պարզորոշ եւ զարմանալի խորամանկություն եւ զարմանալի ճկունություն է, որովհետեւ վերջ-վերջո դրա ասասները, այդ սուլթանատի ղեկավարի ասասները կարծես թե մեր համար դառնում են իրականություն։ Եվ արդեն որորդ անգամ նա նշում է, որ դա Զանգեզուրի միջանցք է, ասում է մենք ենք նախաձեռնել եւ արդեն ավարտին ենք մոտենում, այսինքն իրենց ուզած ծրագիրն էր։ Բայց հայկական կողմն ասում է, որ մենք ենք վերահսկում։ Դե գիտեք, ասելու խնդիրը կոնկրետ պետք է մենք քննարկենք արդեն հետևանքների մասով։ Մենք պետք է դա քննարկենք հետևանքների մասով։ Որքան եւ որ ցավալի է, բայց մենք հետևանքների քննարկումը անաչառ քննարկումը, փորձաքննություն, մասնագիտական եւ իրական մեր աչքի տեսածը, երբ որ դրանք համադրենք իրար հետ, նորից ժամանակ պատկեր ամբողջական մենք ունենանք։ Հայկական կողմի ասածը, եթե դուք մտածում եք, որ կարելի է հիմք ընդունել, ես մեկ օրինակ բերեմ, Հադրութը օկուպացված է, չէ՞, հայկական ամբողջ իշխանական մամուլը քարոզարշավի հետ կապված չէ։ Եվ քարոզչական նպատակները չէ։ Թաքցնում են պարզապես, ասում են Հադրութում մարտերը շարունակվում են։ Ինչի՞ մասն է խոսքը։ Խաբեությունը, որպես կանոն, քաղաքականության մեջ ամենից հաճախ օգտագործվող, եթե գործիքն է, ապա հայկական քաղաքականության մեջ, արդի Հայաստանում, իրական Հայաստանում, այսպես ասած, այդ խաբեությունը կարելի է ամենօրյա օգտագործման լավ սրված գործիք է։ Հիմա փաստորեն Ալիևը նաև պահանջ է ներկայացնում, որ հայկական ատոմակայանը պետք է փակվի։ Նա նշել է, որ ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի։ Ներկայումս Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ատոմակայանը, որի կառավարումը նրա պնդմամբ հայկական կողմի ձեռքում է։ Հայտարարել է, որ ատոմակայանը հնացած է եւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասով Թուրքիան էլ վաղուց խոսել է, բայց հիմա արդեն պահանջ է ներկայացնում, որ պետք է փակվի։ Կարծում եք նաև այս ուղղությամբ են քայլեր հաջորդելու։ Նրանք համադրում են իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվությունը, համադրում են զանազան կենտրոններից
այդ թվում վերահսկող կենտրոններից վճարովի հիմունքներով ստացող տեղեկատվությունը արտասահմանյան զանազան կազմակերպություններ կան, ովքեր այդ երկրներում տեղակայված ատոմականների վերաբերյալ ունեն տեխնիկական ամբողջ տեղեկատվությունը եւ անընդհատ մոնիտորինգի արդյունքներով ունեն որոշակի արդեն տվյալներ բավականին խորը մակարդակի։ Նա նորություն չի ասում։ Հայկական ատոմակայանը միշտ էլ ասել են բնապահպանական խնդիրներ առաջացնող են հատկապես Թուրքիան, բայց հիմա նա պահանջ է ներկայացնում, պետք է հայկական ատոմական երևի եթե իրականության մեջ դա քննարկենք, հավանաբար 15-20 տարի առաջ արդեն պետք է կոնսերվացվեր։ Հաշվի առնելով էներգետիկ դժվարությունները եւ հաշվի առնելով ռուսական կողմի հետ պայմանավորվածությունները ատոմակայանը մոդեռնացնելու, վերազինելու հետ կապված եւ նրա շահագրգռված ժամկետի երկարաձգելու հետ կապված, այս տվյալները բոլորը գիտեն, Ալիևը նույն բանն է ասում, բայց այդ ամեն ինչը համեմում է որոշակի քաղաքական սոուսով, եւ այդ որոշակի քաղաքական սոուսը եւս մեկ անգամ ընդգծում է, որ հայկական դիվանագիտությունը եւ հայկական քաղաքականությունը արտաքին քաղաքականություն չէ, նա գնում է զիջողական դիրքերում, նա գնում է պարտվողական 20 թվականից մինչեւ արդեն 26 թվականն է, չէ, հայկական կողմը դեռևս շարունակում է եւ կարծես թե շարունակելու է ամենայն դեպս մասնագետներից գալու մասը այդ կարծիքն պարտվողական, զիջողական, հարմարվողական ինչ-որ մի վարքագիծ են դրսևորում եւ որից բնականաբար հայկական հողերը, այսպես ասած, յուրացնողը, օկուպացիա կատարողը ավելի հանդուգն է դառնում, ներկայացնում են նոր պահանջներ, դուք վստահ եղեք, էլեկտրահաղորդակցությունից հետո այլ բան են հորինելու, դա անցնի մի այլ բան են հորինելու, որովհետեւ դիմացը ունեն զիջողական մտքով, գործողություններով եւ տեսլականով գաղափարով։ Դե ասում մենք չենք զիջում, օրինակ մենք ասել ենք մոդուլային ատոմակայան ենք այստեղ հիմնադրելու, բայց մենք դա չենք հակադրում ատոմայինի հետ, ատոմայինն էլ է գործելու, մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ։ Եվ հիմա մեզ կմեղադրեն, որ մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանի նախագահի ասածներից եւ չենք խոսում թե Հայաստանի իշխանությունը ինչ քաղաքական կուրսում է սարքում։ Խնդիրը նա է, որ երբ որ Հայաստանում կա տեղեկատվության, իրական տեղեկատվության, մասնագիտական տեղեկատվության ոչ թե դեֆիցիտ, այլ քողարկվող ծավալ, ահռելի ծավալ, այս դաշտում արդեն հարևան երկրի, որովհետեւ պաշտոնյա միտումնավոր է ասում, որպեսզի լարվածություն ստեղծի, անվստահություն ստեղծի, ներքին պարակտում ստեղծի։ Ներքին պարակտումը, երբ որ միտումնավոր թրիփի ուղիչի ասում եւ Զանգեզուրի միջանցքի ասում, իմանալով, որ դա զգայուն հայտարարություն է, բառակապակցություն է Հայաստանի ժողովրդի համար։ Հայաստանի ժողովրդի կարծիքը ոչ ոք էլ չի հարցնում։ Նա խոսում է Ադրբեջանի ժողովրդի համար, միայն ժամանակ իհարկե որոշակի քաղաքական, այսպես ասած, ներբողներ է ծոնում հայկական կողմին, քաղաքական եւ ակնհայտորեն ցույց է տալիս, որ Անդրկովկասում գոնե կամ մի պետություն, որ հարևան երկրներին կարող է թելադրել, կարող է նրանց նույնիսկ պատմական, հուզական թեմաներին վերաբերվել որոշակի հումորներով, որոշակի ակնարկներով եւ որոշակի թեթև ժանրի, այսպես ասած, հնարքներով, այս իմաստով մենք դրան նոր չենք ճանաչում, նա վերջի գոնե 20 տարվա ընթացքում իրեն դրսևորել է որպես հայկական ժողովրդի, հայկական էթնոսի նկատմամբ հստակ կազմակերպված թշնամական ուժի պարագլուխ։ Եվ նրանից սпасել այլ բան, եւ նրանից սпасել Դե նրանից չենք սպասում, բայց Հայաստանի իշխանությունը իր դիրքորոշում ունի այս ամեն ինչին։ Հայկական իշխանությունը թե փորձում են հայկական իշխանությունները դրանց ոչ մի կերպ չեն արձագանքում։ Եթե արձագանք կարելի է անվանել այդ խուսափողական պատասխանները, ինչ որ կիսա դիվանագիտական, կիսա այսպես ասած շուկայական, կիսա բռատ այսպես ասած ակնարկային լի ինչ որ խոսույթը, որը որ կոնկրետ Հայաստանի արտաքին քաղաքականության այդ իրագործողների մոտ արկա է, ես դա չեմ համարում խոսույթ եւ դա չեմ համարում պատասխան։ Քաղաքական պատասխանը դա չէ։ Իհարկե, պետք է հայկական կողմը հստակ առաջնորդվի հայկական շահերով, մեր պետության շահերով, ժողովրդի շահերով
եւ երկրում հաստատելով համագործակցության միասնականության դաշտ, որը որ շատ անհրաժեշտ կարող էր լինել, կարող էր այս ամեն ինչը հակադրել այդ Հարևան Սուլթանատի ենթադրենք այդ ափեղ-ցփեղ խոսացողին։ Դրա փոխարեն, բայց մենք ունենք բավականին կասկածելի, եթե ոչ չասեմ, ամբողջովին կասկածելի ընտրական արդյունքներ, որը երկրում այդ ընդհանուր ֆոնը, ընդհանուր համագործակցության շունչը կարելի ասել փակվել է, որտեղ երկրում ընտրությունները չավարտված ժամեր անց ընդամենը առանց սպասելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան այսպես ծառայողի որոշմանը կամ արձագանքին հայտարարեցին, որ արվեց, ընդդիմությունը վերցրեց մանդատները, այս կերպ նաև լեգիտիմություն հաղորդվեց։ Այստեղ խնդիր կա շատերի մոտ այդ պատկերացումը կա, որը բավականին վիճելի է, ընդդիմություն չի նշանակում երկու ֆրակցիաները, որոնք իհարկե ընդդիմադիր կեցվածք ունեն։ Ընդդիմություն կա, որով նաև խորհրդարանից դուրս է։ Եվ ընդհանուր ընդդիմադիր բևեռը դա թույլ ուժ չէ։ Եվ պետք է ընդամենը հաշվարկ անել 2.5 միլիոն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից, չէ՞, մոտավորապես որոշակի կեղծիքները, որոշակի անփութությունները, պատրաստի եւ հանրապատրաստի, չէ՞, այսինքն բերել են իշխող ԿՊԱ-կան այս խմբակցությանը 700-720 հազար ձայն, բայց դրանից դուրս մնում է 1.800.000 ընտրական քվե։ Եվ դա չի նշանակում, որ միայն խորհրդարանում ներկայացված խմբակցություններն են ընդդիմադիր ամբողջ համայնապատկերը։ Դրսում կա ընդդիմություն եւ լուրջ ընդդիմություն, եւ այդ շատ բավական լուրջ ընդդիմությունը անկասկած լուրջ ընդդիմությունը։ Այդ լուրջ ընդդիմությունը շուտով կկատարի մի քանի աշխատանքներ եւ այդ աշխատանքների մեջ կլինեն քաղաքական կոնսուլտացիաների հարթակը առաջին, երկրորդը բավականին մեծ ծավալի եւ բավականին լայն ընդգրկման հնարավորություններով կլինի հանրային խորհրդակցական մարմին խորհրդարանի հավանաբար նմանությամբ եւ այստեղ աշխատանքների մեջ բնականաբար այդ 1.800.000 քվե ունեցող քաղաքացիների շատերը կգտնեն իրենց ասելիքը, իրենց մասնակցությունը կբերեն եւ որոշակի իմաստով այդ ընդդիմություն եւ իշխանություն հակամարտության միջև դա մի որոշակի Այսինքն ընդդիմությանը կոնսոլիդացնելու ծրագրի նպատակներ կան, այդ մասին Հայաքվեից խոսել են։ Նախաձեռնությունը Հայաքվեինն է։ Այո։ Բայց կան արձագանքներ։ Իհարկե։ Որովհետև մենք տեսնում ենք, որ այդքան էլ միակուր հատված չէ ընդդիմությունը։ Միակուրը գիտեք խնդիրը որն է, ես մի օրինակ բերեմ ԽՍՀՄ ժողովուրդների օրինակով։ ԽՍՀՄ ժողովուրդները իրարից մոտավորապես 105-115 միայն ազգություններ, ժողովուրդներ կային ԽՍՀՄ կազմում, թմթը ոչինչով իրար նման չեն։ Հավանաբար մենք նման չենք ոչ բաշկիրներին, ոչ թուրքմեններին, նրանք էլ մեզ նման չեն, իհարկե։ Բայց դա չէր խանգարում, որպեսզի այդ ժողովուրդները միակամ կերպով ունենալով իրենց միջև էթնիկ տարբերություններ, որոշակի ունեցվածքի հետ կապված տարբերություններ, նիստուկացի հետ, ժողովրդական տրադիցիաների հետ։ Դե միջև հիմա չի ստացվել ընդդիմության մոտ։ Չէ, ես ինչ եմ օրինակում, երբ որ նրանց միասնական հայրենիք խորհրդային հանրապետությունների միությանը վտանգ էր սպառնում, այդ բոլոր պետությունները գնում են պաշտպանում են ընդհանուր պետությունը։ Ընդհանուր պետությունը պաշտպանելու նման ձիրք, հնարավորություն եւ միտք կա անդիմադիր շատ անձանց մոտ եւ շատ կազմակերպությունների մոտ։ Այսինքն հիմա ավելի շատ հակված են միավորվելու։ Իհարկե։
Հիմա մենք տեսնում ենք, որ ձերբակալությունները, կալանավորումները շատ են վերջին ամիսներին, ընտրություններից հետո մասնավորապես ուժ գնացան նաև Ավետիք Չալաբյանն է ձերբակալված։ Հիմա այս ամեն ինչի բացատրությունը դուք ունեք, ինչու է այսպես արվում, եւ նաև ունեզրկման այս գործընթացները, որոնք մասնավորապես Գագիկ Ծառուկյանով են սկսվել, բայց շարունակվելու են, ինչպես որ Փաշինյանն է ասել եւ թիմակիցներն են ասում։ Նրանք ներկայացնում են, որ այդպես բյուջեն են լցնում, հարստացնում են, թալանված է հետ են բերում, հատիկ առ հատիկ վերադարձնում են։ Հիմա սա ինչ նպատակ ունի քաղաքական առումով, ուղղակի ճնշել այդ մարդկանց, թե նաև ընդդիմությանը ռեսուրսներից զրկել եւ ավելի հեշտությամբ կոտրել նրանց։ Խնդիրը գիտեք որտեղ է, դա միայն քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի դեպքում կամ այլ անձիկ կան, որոնց վրա ամրացված այդ նախկին թալանչի պիտակը, չէ՞։ Այդ իմաստով նման մարդկանց հետ կապված գործողությունները իմ կարծիքով պարտադրված կերպով են շարունակելու։ Պարտադրված, այո, ասեմ ինչու, ով է պարտադրում։ Պարտադրելու է բյուջեի սուղ միջոցները։ Պետական բյուջեն հիմա գտնվում է շատ ծանր վիճակում եւ կարող են փաստել, որ եթե ռուսական կողմի հետ, որը որ վերջի գոնե 8 տարիներին Հայաստանի Հանրապետության հետ ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերներ, հիմա չլուծվող հակամարտություն է գնում։ Մենք գտնվում ենք ընթացող առևտրային պատերազմի մեջ։ Ես չեմ ուզում դրա պատճառների մասին խոսեմ, բայց դրա հետևանքների մասին կարող եմ ասել, որ հետևանքները բավականին ծանր են եւ ավելի են ծանրանալու Հայաստանի Հանրապետության արտադրողների համար։ Հիմա այս կերպ բյուջեն է լցնում։ Հիմա դա բերում է ինչի։ Դա բերում է նրան, որ պետական միջոցները բյուջեի, չէ, առանց դել սուղ են, հիմա դրանց հայթայթելը բավականին դժվար լինելու։ Եվ պետք է մենք մտածենք, որ իշխանության մոտ գոնե չառաջանա այդ գայթակղությունը, որ առանձին տնտեսական միավորներ դրանց բյուջետային համալրման ընդհանուր այդ պատկերացումների մեջ չպետականացնեն, չունեզրկեն։ Եվ եթե մեկ անհատը, որը քաղաքական հետագիծ ուներ որոշակի, նաև իր արտահայտություններով, չէ, զանազան այսպես ապաշնոր արտահայտություններով նաև մեկ անհատի հետ, եթե դա շարունակվի այլ անձանց հետ, այլ տնտեսության մեջ բավականին ճանաչված մարդկանց եւ նրանց գույքերի հետ կապված, ապա կարող ենք արձանագրել, որ այստեղ ոչ թե միտում կա, այլ կա որոշում։ Կոնկրետ տեսփայել մենակ հաստատապես նրանց հանդեպ, ովքեր որ քաղաքական հայտ են ներկայացնում Փաշինյանի իշխանության։ Արդյոք կարող է գտնվել, արդյոք կարող է հայտնվել 20-25 տարի առաջ, ընդհանրենք մի քրեական գործում փոշոտվող թղթերի մեջ մի ինչ-որ բացատրություն, մի ինչ-որ հաղորդում, արդյոք կարելի է գտնել։ Սովետական ժամանակներում ասում էին, ցանկացած մարդու համար կարելի է հոդված գտնել։ Խնդիրը նա է, որ մենք վտանգավոր հիմա մի խաչմերուկում ենք, ճամփաբաժնում ենք, եւ այդ գայթակղությունը ես խորհուրդ եմ տալու իշխանական տնտեսական թեմայով զբաղվող այսպես ասած ղեկավարներին կամ պատասխանատուներին, որպեսզի այդ գայթակղությունը չճաշակեն եւ հեռու մնան այդ գայթակղությունից, որովհետեւ դա անպայմանորեն բերելու է կապիտալի վազքին, կապիտալի փախուստին Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ կապիտալը Հայաստանի Հանրապետությունում, որը որ դեռևս կա, դեռևս շնչում է, նա որոշակի խոշոր չափի հարկեր, մուտքեր է գեներացնում պետական։ Բայց մակասեմ որ բյուջեն են քարստացնում։ Այստեղ խնդիր կա, օրինակ նայեք նույն գյուղմթերք արտադրողների հետ կապված։ Այս տարի այդ մարդկանց ձայնը չլսեցին։ Ճիշտ է, մարդիկ ասացին երկու խմբեր կա, մի խումբը ասում էր լավ է, չէ, որ էժան գյուղմթերքա ընդհանրենք տեղական շուկայում իրացվում։ Այո, բայց մյուս կողմից այդ արտադրողները, երբ որ արտահանում են Ռուսաստան, կոնկրետ ստանում են ավելի մեծ չափով շրջանառու միջոցներ, եւ այս շրջանառու միջոցները բարձր գնի Ռուսաստանում, բարձր գնի Պարագայում, նրանք դառնում են տնտեսությունները զարգացնելու լավ հնարավորություն։
շրջանառու միջոցների դեֆիցիտ չէին մարդիկ կրում եւ բնականաբար նրանք չեն դիմում վարկային միջոցներ կամ փոխառու միջոցներ դիմելուն։ Եկող տարի այս նույն գյուղմթերք արտադրողները մոտ չեն գալու գյուղատնտեսությանը։ Խնդիրը սա է։ Մենք խնդիր ունենք բարենային չեն կարողանում իրացնել։ Բացի իրացումից գյուղատնտեսությունը մտնում է ռիսկային բնույթի գործառույթների դաշտ։ Եվ նույն գումար տնօրինողը, շրջանառու միջոցների տնօրինողը ավելի հարմար, ընդհանրենք ունի հնարավորություն տարբերակ գնել Երևանը որևիցե հողակտոր, դրա վրա կառուցել բարձրահարկ շենք եւ սկսել կառուցապատման զբաղվել։ Բնագավառ, որ այս պահին եկամտաբեր է եւ դրա հետ կապված ռիսկեր բացարձակ չկան։ Հիմա ինչ վիճակում է իսկապես տնտեսությունը այդ առևտրի առումով, ՀԻԱՏՄ-ից մենք տեսնում ենք, որ վերջնաժամկետը ներկայացված է մինչև դեկտեմբեր, հանրակրվե արեք, որոշեք ինչ եք անում, բայց ամեն դեպքում խնդիրները շարունակում են մնալ եւ մինչև դեկտեմբեր այդ հարցերը պետք է լուծվեն։ Հիմա այդ այլընտրանքները, որոնց մասին խոսվում է եւ ասում են ինչու եք աչք փակում այդ այլընտրանքների վրա, վատ է որ Հայաստանը չի ուզում կախված լինել Ռուսաստանից, այլընտրանքներ է փնտրում։ Հիմա այս այլընտրանքները որքան են ծավալներով համապատասխան Ռուսաստան արտահանվող ապրանքներին։ Համապատասխան չեն, բացարձակ համապատասխան չեն, օրինակ ես օրինակ եմ բերում, ձկնարդյունաբերության մեջ Հայաստանը 2025 թվականին արտահանել է մոտավորապես 47-48 միլիոն դոլարի այսպես ձուկ եւ սառցրած ձուկ։ Հիմա այդ բնագավառը գյուղատնտեսության, չէ, այդ բնագավառը պարզապես զրոյական արտահանում ունի։ Իհարկե առանձին խորամանկներ, առանձին խելացի խորամանկներ, իրենց արտադրանքը արտահանում են Վրաստան, Վրաստանում փոխվում են համապատասխան արդեն եւ պիտակավորումն է փոխվում, եւ մնացած թղթերի անհրաժեշտ փոխվում է եւ արտահանվում է, եւ դուք պատկերացնում եք հիմա ինչ է կատարվում։ Հիմա թղթերի վրա Վրաստանից արտահանումը դեպի Ռուսաստան աճում է, անընդհատ աճում է։ Դա հայկական արտադրանքն է, որը զարտուղի ճանապարհներով մեքենայնությունների բայց ծաղիկների մասով գտան չթույլատրեցին, արգելեցին։ Ծաղիկների մասով պետք է պնդել, որ ծաղիկների մասով այդ թեման արդեն առաջին իսկ օրվանից էր փակ, որովհետև ծաղիկների արտահանումը մի այլ խնդիր է։ Նրա մեջ մի ֆիտոսանիտարական ստուգումը բավականին հեշտ գործ է, ընդ որում արդեն նրանք հստակ գիտեն ռուսական լաբորատորիաները եւ նրանց այդ համապատասխան ֆիտոսանիտարական ծառայությունները, որոնք գերքաղաքականացված են, չէ՞։ Նրանք հստակ գիտեն, որ կողմից է գալի, ուր է գնում։ Կոնկրետ ձկնարդյունաբերության նկատմամբ դեռևս աշկ են փակում, դա էլ կփակեն։ Հիմա խնդիրը հետեւյալն է։ Այդ ծավալները, որ Հայաստանը արտահանում է, օրինակ ծաղկի արտահանումը մոտավորապես 50 միլիոն դոլարի կարգի է, չէ, ավելի շատ, մոտավորապես 65-70-ի կարգի էր եւ դա աճում էր։ Ամեն տարի աճում էր մոտավորապես 2-ից 3 անգամ, 200-300%-ով աճում էր։ Այս թեման ընդհանրապես փակ է։ Այս ձկնեղենը ընդհանրապես փակ է, մրգեղենը եւս փակ է։ Հիմա մենք բախվելու ենք ամենածանր հարվածին։ Ամենածանր հարվածը լինելու է խաղողի մթերման ժամանակաշրջանը, որովհետեւ Հայաստանը բացի վերարտահանվող մթերքից կամ վերարտահանվող սարքավորումներից Հայաստանը նաև ունի բացարձակապես Հայաստանում արտադրվող մթերքի եւ արտադրանքի արտահանում կոնկրետ 280 միլիոն դոլար 25 թվականին խաղողից պատրաստված կոնյակի արտահանումն է եղել Ռուսաստանի Դաշնություն։ Եթե ձկնարդյունաբերության մեջ, ծաղկի արտադրության մեջ ավելի քիչ մարդիկ են մասնակցում, ապա այստեղ գումարվում են խաղողագործները, Արարատյան դաշտի ամբողջ խաղողագործական համայնքները, ամբողջական գյուղեր այս թեմայից տուժվելու են։ Եթե ռուսական կողմը ասված մի արարած իհարկե չեմ ուզում որ մարդիկ տուժվեն, եթե հանկարծ այս թեմայով ինչ-որ խստացումների գնաց, կարծում եմ մենք լրջագույն կորուստներ կունենանք անվերադարձ, որովհետև հայկական կոնյակի տեղը շատ արագ կերպով փակելու են Դաղստանի, Ադրբեջանի կոնյակագործների արտադրանքը։ Ընդ որում Դաղստանի Կիզլյար գործարանի արտադրանքը իր որակական չափանիշներով չի զիջում հայկականին, որովհետև
հիմնադիրները հայեր են։ Այսինքն շուկան գրավելու են եւ հետո շուկան եթե գրավեցին, դարակաշարերը եթե գրավեցին, եթե նրանք ունեցան երկարաժամկետ մատակարարման պայմանագրեր, հայկական արտադրողները դարակաշարում իրենց արտադրանքով այլևս տեղ չեն ունենալու։ Հիմա կարծում եք շարունակվելու այս աստորեն սահմանափակումները։ Ես վստահ եմ, որ շարունակվելու, որովհետեւ քաղաքական երկխոսության այդ փորձերը, երկու փորձը առնվազն հայկական կողմից կատարվել է։ Հերոսազանգին նախորդել էր ընտրությունների ընթացքում խոստումները, բա հեսա ես հունիսի 8-ին ես կգնամ այդ հարցերը կլուծեմ։ Այդ դրանից հետո ինչ-որ մի հայտարարություններ եղել, եթե չեմ սխալվում, մենք շատ կարևոր դերակատարում ունենք ԵԱՏՄ-ում, այո, հիմա էլ են ասում, միայն մեզ չէ օգուտ ԵԱՏՄ-ում առևտուր անել, իրենց էլ է օգուտ։ Եվ իրենց վերջի սկիզբը կլինի Փաշինյանն ասում է։ Չէ, դա ոստում եք այդ ԵԱՏՄ-ը դրա վերջը չի գալիս, բայց հայկական արտահանման վերջը գալիս է։ Չէ, այստեղ խնդիր կա, որովհետև կոնկրետ Հայաստանի այս պահի ղեկավարը, չէ, ընտրությունների կասկածել ընտրությունների արդյունքներով արձանագրված պնդում էր, որ ինքը այդ հարցը կարգավորել է, հարցը չի կարգավորել։ Ինքը ուզում է, փորձում է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, չէ, այդ հանդիպումը չի կայանում։ Իսկ Ռուսաստանում ինձանից հավանաբար լավ գիտեք, որ մեկ հոգի է որոշում ամբողջ քաղաքականության վեկտորը եւ քաղաքականությունը որ կողմ է գնում։ Եվ այդ մեկ մարդը համառորեն Հայաստանի Հանրապետության ընտրությունների արդյունքները չի ընդունում, առաջին, եւ դեռևս չի շնորհավորում ԵԱՏՄ-ի մասով իր գործընկեր Հայաստանի ղեկավարին։ Կարծում եմ այլ բան էստեղ պետք չէ։ Հիմա Հայաստանի իշխանությունը ինչ պետք է անի։ Գիտեք, հանդիպեց, ընդհանրապես ասում եմ մենք Եվրամիություն չենք։ Այո, ընդհանրապես գիտեք, երբ որ այդ հարցը մենք կարող ենք պատասխանել 100%-անոց արդարությամբ եւ ճշմարտությամբ, եթե մենք լինենք ղեկավար տեղը, հիմա այդ ղեկավարը խոստումներ է տվել ժողովրդին, չէ, այս շատ մարդիկ քվեարկել են նրա համար, որտեղ ասում էր ամսի 8-ին հարցը լուծում եմ, գյուղմթերք արտադրողներ, մի անհանգստացեք, այդ առաջին, երկրորդ, անցյալ տարի ընդունեցին Եվրոպական միության ասոցիացիան հետ կապված ինչ-որ մի օրենք ընդունեցին, այն դեպքում, երբ որ օրենքի մյուս սուբյեկտը Եվրոպական միությունը բառ չէր ասել, որ իր կազմի մեջ պատրաստ է ընդհանրենք Հայաստանին ընդունել կամ ինչ-որ կարգավիճակ տալ։ Այստեղ մի քանի տակ գլուխներ այդ օրենքը ընդունեցին, այդ օրենքը հիմա դառել է փորձանք, որտեղ ռուսական կողմը այդ օրենքից շատ լավ տեղյակ են, այդ օրենքի ընդունման մանրամասներից տեղյակ են եւ բնականաբար ցանկացած զրույցի պարագայում այս օրենքը հանում են դնում են դիմացներ, ասում են կամ այս օրենքը ընդհանրենք։ Դուք իրավիճակի լուծում տեսնում եք։ Դե լուծումները միշտ կան եւ լուծումներից մեկը համատարած աղքատությունն է։ Մենք 90-ական թվականներին դա տեսել ենք, ապրել ենք դրա մեջ եւ էլեկտրաէներգիա չկար։ Այսինքն նույն իրավիճակն է ստեղծվել։ Այդ նույն իրավիճակը միգուցե չլինի, բայց ավելի նույնիսկ թույլ իրավիճակի բաղադրիչի դեպքում մեր վնասները ավելի մեծ են լինելու, որտեղ մենք դուրս ենք մղվում համաշխարհային առևտրից։ Մենք կորցնում ենք շրջանառու միջոցները ձեռք բերելու այդ հնարավորությունից, երբ որևէ պարտների հետ, գործընկերի հետ առևտրային պատերազմ է սկսվում, դա նշանակում է, որ քաղաքականությամբ զբաղվողները, պատասխանատուները, որոնք լիազորություններ ունեն, չէ, նրանք ոչ թե թերացել են։ Նրանք պարզապես պետք է այդ բնակավարից դուրս գան, հեռանան, որտեղ առևտրային պատերազմը դա նշանակում է ամենավերջին բանը։ Ադրբեջանը կարող է կոմպենսացնել այս առումով, որովհետև Ալիևը շատ ակտիվ է եւ խոսում է, որ նավթամթերքի աջակցման այսպես պատրաստակամություն ունի, ծավալներն է մեծացնելու։ Դուք պատկերացնում եք, որ Ադրբեջանը ընդհանրեն քննարկի Հայաստանին օգնելու հարցը։
ադրբեջանական ցանկացած քայլ, ցանկացած գործողություն, ցանկացած որոշում նա ունի իր գաղտնի մասը։ Եվ դրա գաղտնի մասը նրանք չնայած հավանաբար չեն էլ թաքցնում նախագահի գնահատական։ Դե որ դրա դիմաց այլ պահանջներ ներկայացնում։ Պահանջներ չէ, նրանց նպատակը Հայաստանը պարզապես վերացնելն է։ Կլինի հնարավորություն, երբ որ անպատիժ կերպով այդ ամեն ինչը կկատարվի, նրանք մի վայրկյան չեն մտածի։ 2020 թվականի պատերազմը, չէ, հարմար ընտրված ժամկետ էր, հարմար ընտրված պահ էր, եւ այդ պահը ամբողջ աշխարհը զբաղված էր։ Ամբողջ աշխարհը զբաղված է եւ այդ պատերազմը սկսվեց։ Հիմա ինչ վերաբերում է այդ օգնությանը, այդ ոչ մի օգնություն եւ հացահատիկի եւ մնացած հացահատիկը նա մեզ չի տրամադրում։ Հացահատիկը եկել է Ռուսաստանից ընդհանուր տրանզիտ ճանապարհը ոնց որ բացվում է վարկյանների ընթացքում կարող է փակվել։ Մենք փորձ ունենք 88 թվականին, երբ երկրաշարժեր տեղ ունեցել Սպիտակում եւ Գյումրիում, չէ՞։ Այս ժամանակ սովետական միությունը երկաթուղով ուղարկում էր օգնություններ, տեխնիկա, մարդիկ էին գալիս, ադրբեջանցիները, այդ որ հիմա հումանիզմի դիրքերից են խոսում, քարերով ջարդում էին այդ լոկոմոտիվների ապակիները։ Ինչի մասն է խոսքը։ Եթե շատերը մտածում խաղաղության օրակարգի շրջանակում է արվում։ Խաղաղության հետ կապված մի կարևոր խոսք կա, դա ռուսական ցարերից մեկն էր ասում, որ Ռուսաստանը ունի ընդամենը երկու բարեկամ՝ բանակը եւ նավատորմը։ Երբ Հայաստանը կլինի բացարձակ ուժեղ պետություն, իրական խաղաղությունը կհաստատվի։ Եթե Հայաստանը չի զինվելու, եթե Հայաստանը լինելու է թույլ, եթե Հայաստանում տնտեսությունը չի զարգանալու, եթե Հայաստանում տնտեսության կառավարումը վստահելու են կուսակցական անգրագետ մարդկանց, Հայաստանը ոտքի կանգնելու համար երկար ճանապարհ պետք է անցնի։ Մենք մի ուսումնասիրություն ենք անցկացրել եւ այդ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ եթե Հայաստանը զարգանում է հիմա մոտավորապես 7% տնտեսական ակտիվության ցուցանիշ ունի, Ադրբեջանը հիմա չի այդ ցուցանիշը Ադրբեջանը հիմա զրոյական է։ Եթե համադրում ենք այս ամեն ինչը, այս տեմպերը եթե պահպանվեն, Հայաստանի եւ Ադրբեջանի հնաները իրար կհավասարեն 2054 թվականին։ Եթե Հայաստանը կարողանա ապահովել 11-12% տնտեսական աճ յուրաքանչյուր տարի, ապա այդ հավասարումը, այդ համախառն ներքին արդյունքի կլինի 2037 թվականին։ Եթե 2037 թվականին Հայաստանը եւ Ադրբեջանը այդ ցուցանիշով հավասարվեն, դա կլինի իրական խաղաղության իրավիճակը, որտեղ այդ կարգի տնտեսական ակտիվությունը կբերի տնտեսության վերելքի եւ այդ վերելքով պայմանավորված մենք ունենք ավելի շատ ռեսուրսներ եւ կունենք հարյուրավոր տանկեր, տասնյակ կործանիչներ, տասնյակ ռմբակոծիչներ, զենիթահրետանային համակարգեր բավականին թանկ, ել չեմ ասում, ընդհանրենք անձնակազմի, զինվորական անձնակազմի, ասած հաք ու կապը, զենքը եւ սպառազինությունը։ Մենք պետք է աշխատենք, որ տնտեսության մեջ 1 րոպե չհապաղենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Համեցեք։ Զրուցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։